Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդաշարն է։ Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է բարեկարգել մեր երկրի համայնքները։ Այսօր կներկայացնենք ձեզ ավարտին հասցրած ծրագրերը։ Նոր գեղի 100-ից ավելի սան ունեցող թիվ 1 մանկապարտեզը բարեկարգվել է, դառնալով ավելի հարմարավետ ու անվտանգ։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր առաջին տեսանյութում։ Նոր գեղիի թիվ 1 մանկապարտեզն ավելի բարեկարգ և հարմարավետ է դարձել սաների համար։ Երեխաներն արդեն կարող են նաև բակում անցկացնել իրենց ժամանցը և խաղեր կազմակերպել։ Մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նախկինում տարածքը քարքարոտ էր, չուներ եզրային հատվածներ։ Հիմա կա հստակ տարբերություն, ասում է մանկապարտեզի տնօրենը։ Քանի որ նախկինում մանկապարտեզի բակային տարածքը միայն փոքր հատվածով էր օգտագործվում, այն մեզ հնարավորություն չէր տալիս միաժամանակ մի քանի խմբերի երեխաների կրթական process-ը կազմակերպել բակում։ Եվ իհարկե ամառային եղանակին հատկապես դա բավականին դժվար է ներսում կազմակերպել այդ գործընթացը, քանի որ երեխաները ունեն նաև թարմ օդում, բացօթյա տարածքում զբոսնելու և խաղալու մեծ ցանկություն։ Ոչ միայն բարեկարգվել է մանկապարտեզի բակը, այլ նաև ավելացվել են տաղավարներ և ավազարկղ։ Բացի այդ, պարսպապատվել է ամբողջ տարածքը, առանձնացվել հարակից տներից և շինություններից։ Մի ժամանակ լինում էին դեպքեր, որ մեր երեխաների պարտեզը դեռ ցանկապատած չէր և մտնում էին կենդանիներ, տարատեսակ շներ և կատուներ, ու երեխաների ապահովությունը այդքան էլ լավ չէր։ Մանկապարտեզը հիմա 125 սան ունի։ Ծնողները նկատում են, այստեղ երեխաները ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել անցկացնել իրենց օրը։ Ինչ խոսք, շատ հաճելի է տեսնել նման բարեկարգ պարտեզ, երեխաս մեծ սիրով գալիս է պարտեզ, իսկ ես որպես ծնող ինձ հաճելի է տեսնել, որ իմ երեխան սիրով է հաճախում այս պարտեզ։ Բարեկարգման աշխատանքների շնորհիվ նախակրթարանը նաև ավելի անվտանգ է դարձել։ Երբ հաճախում էր առաջի բալիկս, այդ ժամանակ տարբերությունը մեծ էր։ Ցանկապատված չէր, ասֆալտապատված չէր և կանաչապատված չէր այս բակը, իսկ հիմա ավելի գեղեցիկ է, ավելի ապահով է, որի տեսանկյունից ծնողները բոլորս էլ շատ ուրախ են և հանգիստ կարող ենք բերել մեր երեխաներին պարտեզ։ Շինարարական աշխատանքների ընթացքում մանկապարտեզի ջրամատակարարման ցանցը ևս վերանորոգվել է, այսպիսով ապահովելով նաև շենքի ֆունկցիոնալությունը։ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Խարբերդի մասնագիտացված մանկատան տանիքին արևային վահանակներ են տեղադրվել, ինչի շնորհիվ կրճատվել են կենտրոնի ծախսերը։ Ծրագրի մանրամասներին ծանոթացեք մեր հաջորդ տեսանյութում։ Սարքավորումները և վառարանները հիմնականում ֆոտովոլտային կայանը հերիքում է։ Խարբերդի մասնագիտացված մանկատան արհեստանոցի տանիքին տեղադրված ֆոտովոլտային կայանը հեշտացրել է մանկատան սաների աշխատանքը։ Նրանց կավից պատրաստված նմուշները հենց այս վառարանների մեջ են թրծվում։ Մեր բոլոր սարքավորումները հիմնականը կախված է էլեկտրական նյութան հետ, սկսած վառարանից մինչև ջեռուցման խնդիրը այստեղ լուծում ենք էլեկտրականությամբ, ոնց որ ավելի շատ հոսանքի անբավարարության պատճառով քիչ սարքավորումներ հնարավոր էր միացնել, իսկ հիմա հնարավոր է ավելի հանգիստ, ավելի շատ սարքավորումներ միաժամանակ կիրառել։ Մանկատանը արդեն մի քանի տարի է ակտիվ գործարկվում են 4 արհեստանոցներ։ Սաները զբաղվում են փայտամշակմամբ, կավագործությամբ, կա կարուձևի արհեստանոց, օճառի և մոմի պատրաստման սենյակներ։ Տնօրենի խոսքով այս արհեստանոցը սաներին որակյալ զբաղվածությամբ ապահովելու համար են։ Դեռահասների և չափահասների թիվը գնալով շատանում էր, նրանց զբաղվածության և մասնագիտական հմտությունների ուսուցման համար որոշակի խնդիրներ պետք է լուծվեր և մանկատանը իհարկե խմբակներ ունեինք, սենյակներ ունեինք, բայց արհեստանոցների բացման կարիք եղավ։ Արհեստանոցների լիարժեք աշխատանքի ապահովման համար Հայաստան համահայկական հիմնադրամը դրանց տանիքներին տեղադրեց արևային ֆոտովոլտակայաններ։ Սա վերականգնվող էներգիայի ոլորտում հիմնադրամի հերթական ծրագիրն էր։ Ֆոտովոլտային կայանների տեղադրումը մեզ թույլ տվեց, որ էլեկտրական հոսանքի ծախսի գերածախսեր թույլ չտար։ Մանկատանը մենք նոր սարքավորումներ ենք տեղադրում, խոհանոցում, լվացկատանը և օդորակիչներ են տեղադրվել, մի շարք տեղերում նաև մեր վերենշված այդ արհեստանոցներում, որտեղ ամառը պետք է հով լինի և ձմեռը պետք է տաք լինի, և փորձել ենք անել այնպես, որ հոսանքի համարյա
ծախսի տարբերություն չլինի։ Սաների հիմնական ժամանակը հենց այս 4 արհեստանոցներում է անցնում։ Բացի կավագործությունից, մանկատան սաներից շատերը նաև փայտագործությամբ են հետաքրքրված։ Նրանց պատրաստած նստարաններն ու աթոռները օգտագործվում են հենց մանկատան համար։ Հայաստան համահայկական հիմնադրամը մանկատանը նաև տրամադրել է 670 LED լուսատու սալիկներ։ Հարություն Բալասանյանը այս աջակցությունը խիստ կարևոր է համարում։ Որովհետև մանկատանը 100-ից ավել շահառուներ կան, որոնք բավականին երկար ժամանակ անկողնու մեջ են անցկացնում, ծանր կամ խորը խանգարումներ, բազմակի ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաներ են, պալիատիվ, այսպես ասած։ Եվ նրանց համար լույսի որակը շատ կարևոր է, որովհետև բավականին երկար ժամանակ դեպի վեր են նայում եւ աչքի ցանցաթաղանթի չվնասվելու նաեւ խնդիր կար։ Խարվերդի մասնագիտացված մանկատունը 200-ից ավել շահառու ունի, որոնց լիարժեք եւ որակյալ զբաղվածությունը ապահովելու համար ծրագրվում են նոր արհեստանոցներ եւս ունենալ։ Հայաստան հիմնադրամը նախաձեռնել է Արցախցի կանանց աշխատանքը խթանող ծրագիր, որի շուրջ կզրուցեմ հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, Տիկին Աբրահամյան։ Կխնդրեմ ներկայացնեք ինչպես սկսվեց կապը, համագործակցությունը ձեր կենտրոնի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի միջև եւ ինչպես որոշվեց տալ հենց այս ծրագրի մեկնարկը։ Մեր կազմակերպությունը դեռևս 2020 թվականից, այսինքն պատերազմի մեկնարկից ի վեր աջակցության տարբեր ծրագրեր է իրականացրել, հումանիտար աջակցության ծրագրեր եւ որը շարունակական է եղել մի քանի ամիս եւ մոտարապես աշխատել ենք 12,000 արցախցիների հետ, բայց ինչ որ փուլում բնականաբար հասկանում էինք, որ երկարաժամկետ հումանիտար աջակցությունը չի կարող արժանապատիվ լինել եւ չի կարող երկար ժամանակ արդյունավետ լինել, այսինքն արդյունավետության տեսանկյունից խիստ ժամանակավոր ծրագիր էր։ Եվ հասկանալի էր, որ կարիքների գնահատումը մեզ նաեւ ցույց տվեց, տեղում կարիքների բազմաթիվ երկար եւ տարբեր համայնքներում իրականացրել են կարիքների գնահատում, հասկանալի էր, որ ամենակարևոր անհրաժեշտությունը, որ արկա էր հատկապես արցախցի ընտանիքների եւ հատկապես կանանց ներգրավվածության տեսանկյունից աշխատանքի եւ կարողությունների զարգացումն էր, այսինքն կոնկրետ մասնագիտությունների զարգացում, որոնք հնարավորություն կտային կանանց ներգրավել աշխատաշուկայում, լինել աշխատաշուկայում ավելի մրցունակ ու կարողանային աշխատանք գտնել եւ արժանապատիվ իրենց ընտանիքը աշխատանքով կապահովել։ Եվ երկարատև աշխատանքով կապահովեն, սա նաեւ մյուս կողմից հետաքրքիր իրավիճակ էր ստեղծում նաեւ հոգեսոցիալական վերականգնման տեսանկյունից։ Այսինքն մեր ծրագիրը ոչ միայն ուղղակիորեն սկսեց իրենց աշխատանքի հնարավորություններ ընձեռել, նաև մասնագիտություններ սովորելու տեսանկյունից, բայց սրա մեկնարկը մենք տալիս էինք հոգեկան առողջության, հոգեկան թերապիաների մեկնարկով, որոնք խիստ կարևոր էին, որպեսզի նաև պատրաստեն սարսափելի այն ողբերգությունը, որի միջով անցել էին արցախցիներ, որպեսզի ավելի կարող լինեն նոր բան սովորելու, ի վերջո հոգեպես նաև պատրաստ լինեն դրան։ Եվ բայց նաև մեր հոգեբանները հետաքրքիր դիտարկում ունեին, որ այս մասնագիտության սովորելու process-ը ինքնին հոգեկան առողջության վերականգնման process էր, այսինքն ինքնին թերապիա էր, որպեսզի իրենք վերականգնվեն եւ արդեն աշխատանքի միջոցով նաեւ էլի վերականգնվեն, այսինքն հոգեսոցիալական նաեւ որոշակի process էր նոր բան սովորելը եւ նաեւ աշխատել։ Քանի շահառու է ներգրաված եղել այս ծրագրում եւ ինչ արդյունքներ եք գրանցել նրանց հետ աշխատանքներում։ Շահառուների քանակը այսպիսի ծրագրերում շատ մեծ չի եւ սա է նաեւ խնդրեմը եւ սա է նաեւ կարեւորությունը հիմնադրամի ներգրավվածության, որովհետեւ տեսեք, մենք աշխատել ենք տարբեր միջազգային դոնորների հետ եւ որոնք տարբեր այնպիսի ծրագրեր են հատկապես խրախուսում, որտեղ շատ շահառուներ ես կարողանում ներգրավել, բայց երբ դու անհատապես աշխատում ես մարդկանց մասնագիտություն, կոնկրետ մասնագիտություններ սովորեցնելու ուղղությամբ, այստեղ շահառուների քանակը չի կարող շատ լինել, բայց հասկանում ես, որ դու նաև ամեն մեկի կյանքի իրական փոփոխության վրա ես ներդրում անում։ Մենք վերջին 1 տարվա ընթացքում աշխատել ենք մոտավորապես 20 շահառուի հետ, առաջիկա 1 տարում նաև էլի ներգրավելու են 20 շահառու, բայց ամեն շահառուի վրա մոտավորապես եւ ուսումնական process-ը եւ հետագայում իրենց աշխատանքի
տեղավորման նաև կարողությունների զարգացումը եւ գործիքների գնումը իրենց համար ժամանակական ծախսատար եւ ժամանակատար է, այսինքն միայն ուսումնական process-ը տարբեր մասնագիտությունների դեպքում ամենակիչը տևում է 4-5 ամիս։ Արդեն 20 շահառուն ունեն իրենց հիմնական աշխատանքները, դեռ սովորում են, բայց Տիկին Աբրահամյան, գիտեք, հետաքրքիր է ինչ մասնագիտություն են հիմնական պահանջված մասնագիտությունը որն է, այսպես ձևակերպեմ հարցը։ Ցավոք շուկայում այնինչ շատ ավելի հեշտ է գտնել աշխատանք, այսինքն վարսահարդարում, մատնահարդարում եւ այլն, բայց հետաքրքիր է նաեւ մեր կազմակերպության ներգրավվածությունը շատ կարեւոր է այս տեսանկյունից, որ մենք իրենց ուղղորդում ենք։ Օրինակ մենք ունեցել ենք շահառուներ, որոնք ապրում են շատ փոքր համայնքում, բայց որոնք ուզում էին օրինակ դիմահարդարում։ Մենք իրենց ուղղորդում էինք հասկացնելով, որ տվյալ համայնքում դա ուղղակի հնարավոր որպես բիզնես չի աշխատելու, որովհետև դիմահարդարումը ավելի մեծ համայնքներին է վերաբերում, ավելի, այսինքն միջոցառումներ պետք է լինեն եւ այլ եւ այլ։ Այսինքն այս տեսանկյունից մենք շատ ուղղորդված նաեւ որոշակի կարողություններ ենք գնահատում հասկանալու տվյալ անձը պատրաստ է, որոշակի մի քանի շաբաթ փորձնական դասերի են գնում հասկանալու դա իրենցն է թե ոչ։ Օրինակ ունեցել ենք, որ սկսել են սովորել կոսմետոլոգիա, հետո փոխել են կառուցել հասկանալով, որ այս մյուս գործը իրենց ավելի հետաքրքիր է եւ այն մյուսը ավելի բարդ է։ Ունենք նաև ունեցել ենք հաշվապահներ, բայց այս դեպքում եւ ուսումնական process-ն է շատ երկար եւ հետո աշխատելու պրակտիկայի process-ն է բավական երկար, այսինքն կան մասնագիտություններ, որոնք գուցե շատ ավելի այդպես շուկայի տեսանկյունից պահանջված են, բայց միևնույն ժամանակ շուկա մտնելը բավական բարդ է։ Իսկ կա որոշակի ժամանակահատված, որ նախատեսված է ուսուցման process-ի համար, թե կախված է մասնագիտությունից ընդունված 4-5 ամիս, այսինքն սա նվազագույնն է, կան մի քանի մասնագիտություններ եւ ունենք օրինակ շատ այդպես լավ հետաքրքիր հաջողության պատմություններ ֆլորիստների, 2-3 ֆլորիստներ են ունեցել, որոնք արդեն իրենց մեկը համենայն դեպս արդեն իր ընտանեկան բիզնեսն է բացել եւ այս տեսանկյունից շատ լավ օրինակ է հաջողության պատմություն որպես մյուսներին, որ այո կորցրել են ցավոք սարսափելի ամեն ինչ կորցրել են իրենց նախկին 20 տարիների 30 տարիների ձեռքբերումները Արցախում, բայց հիմա կարողացել են վերականգնվել, գոնե իրենց արժանապատիվ եկամուտ ունեն եւ ընտանիքի հիմնական այդպես օրվա հացը գոնե կարողանում են վաստակել։ Տիկին Աբրահամյան, ինչ է կարծում, անհրաժեշտություն կա շարունակելու նմանօրինակ ծրագրերը եւ ձեր կազմակերպության ներգրավվածությունը ինչպես եք տեսնում այս ծրագրերում։ Անհրաժեշտությունը խիստ կարեւոր է եւ այս դեպքում Հայաստան հիմնադրամի, Հայաստան համահայկական հիմնադրամի ռազմավարությունը ծրագրերի մշակման, այսինքն եւ շատ ավելի այդպես ինֆրաստրուկտուրաների զարգացմանը միտված ծրագրեր իրականացնելը, բայց նաև անհատական այսպիսի ճակատագրեր փոխելուն միտված ծրագրերը խիստ անհրաժեշտ են, որովհետև ասում եմ, եթե կան միջազգային դոնորներ, որոնք նաև պետական խողովակներով նմանատիպ եւ պրակտիկայի վճարովի պրակտիկայի աջակցման ծրագրեր են իրականացնում եւ մասնագիտությունների ուսուցման, այս դեպքում շատ կարեւոր է անհատական մոտեցում, այսինքն մենք մեր ամեն շահառուի կյանքով ենք ապրում, այսինքն այս դեպքում մեր կազմակերպության ներգրավվածությունն է նաև կարևոր, որովհետև բնականաբար հիմնադրամը կարող է բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց ոչ ունի այն ներուժը աշխատակազմի տեսանկյունից, ոչ էլ պետք է ունենալ, որովհետև դա շատ ավելի այդպես վերևից պիտի այդ ուղղորդումները իրականացնել եւ այս համագործակցությունը հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամ խիստ կարևոր են, որովհետև հասարակական կազմակերպությունները հենց գետնի վրա են աշխատում, ամեն շահառուի հետ իր ամբողջ այդ process-ը վերականգնման process-ը դիտարկում են, աջակցում են, հետևողական են եւ ի վերջո ինչպես ասում են, դաշտային աշխատանքը մենք ենք իրականացնում, նաև մենք շատ լավ գիտենք կարիքները, որոնք են, ինչ ուղղություններով այդ կարիքները պիտի իրականացնել այս տեսանկյունից այս համագործակցությունը եւ նմանատիպ համագործակցությունները ոչ միայն հասարակական կազմակերպությունների հետ, այլ նաև հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նաև մարզերում են աշխատում, խիստ կարեւոր է այս մոտեցումը խիստ այդպես գնահատելի է։ Եվ թերևս վերջում շատ կարևոր սա հարց է,
հետաքրքիր է ինչպես են ընտրվում շահառուները հետագայի համար, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իմանան ինչպես կարող են դիմել։ Գիտեք, ի տարբերություն մեր այլ ծրագրերի, որոնց դեպքում մենք որոշակի ընտրություն ենք իրականացնում, ինչ որ չափորոշիչներ ունենք ընտրելու, այս դեպքում որևէ չափորոշիչ չկա, այսինքն տեղահանված լինելը, Արցախից լինելը։ Որոշ ժամանակ առաջ մենք նաև իրականացնում էինք ընդհանրապես, այսինքն անգամ Արցախցի լինելը մեզ համար կարևոր չափանիշ չէր, այլ պատերազմի հետևանքը կրած լինելը։ Օրինակ մենք ունենք շահառուներ, որոնք երեխաներ են կորցրել, զոհվել են պատերազմի ընթացքում, բայց Հայաստանում են ապրում եւ հայաստանցի են, այսինքն այս դեպքում շատ մինիմալ կրիտերիաներ գրեթե չկան։ Միակ կրիտերիան է պատերազմի հետևանքով կորցրած ինչ որ կամ արցախցի լինելը կամ պատերազմից տուժած լինելն է։ Եվ այս դեպքում կարող են դիմել, այսինքն մենք հավաքագրում ենք, հետո խումբ առ խումբ, երբ արդեն ունենում ենք ֆինանսավորում, ոչ միայն հիմնադրամից, այլ նաև այլ ծրագրերից, փորձում ենք իրենց ուղղորդել հնարավորինս արագ։ Եղավ շնորհակալություն Տիկին Աբրահամյան։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ զրուցակիցներ հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։